Ողջույն սիրելի բաժանորդներ եւ հարգելի հյուրեր, դուք իմ ալիքում եք, դուք իմ զարդերի աշխարհում եք։ Շուտով կնայենք միասին իմ զարդատուփը, տեսնենք ինչ կա չկա ներսում։ Ես էլ վաղուց չեմ նայել, ինձ էլ ձեր նման հետաքրքիր է։ Դե գնացինք։ Բայց մինչ այդ չմոռանաք դնել 1 գավաթ սուրճ կամ թեյ, որպեսզի միասին ռելաքսինգ անենք։ Այս հաճելի պահերը միասին անցկացնենք սիրելիներ, դե վայելենք այս սուրճը ու նայենք իմ զարդատուփը։ Չորնի ящик в ստուդիո, չգիտեմ, զարդատուփ ասեմ, տուփ ասեմ, ինչ էլ լինի կլինի, հիմա նայենք ինչ կա ներսում։ Ահա թե ինչ, ամբողջը տուփերով, գեղեցիկ քսակներով, հիմա նայենք, տեսնենք ինչ կա ներսում, վաղուց ես էլ չեմ նայել։ Ես էլ վաղուց չեմ նայել սիրելիներ, այնպես որ ինձ նույնպես հետաքրքիր է, դե գնացինք, մնացեք ինձ հետ տեսնելու հետաքրքիրը ամենալավն ու բարին։ Վերցրեցինք առաջի տուփը եւ նայենք ինչ կա ներսում։ Գեղեցիկ զարդեր։ Առաջին զարդը Մոնե բրենդի է, տեսեք ինչ գեղեցիկ լիցք է կատարված, ունի սև գլխավոր էլեմենտ եւ շատ էլեգանտ բրոշ է, այնպիսի բրոշներից է, որ բոլորի ճաշակով է, այնպիսի մարդ չգտնվի, որևիցե մեկը, որ չհավանի այն, կարծում եմ, որովհետեւ իդեալական չափսի է, միջին չափսի է, ոչ փոքր է եւ ոչ մեծ, խիստ դասական չի, վինտաժային ոչ կա, նաեւ ինչ որտեղ casual կամ կլասիկա կա այս բրոշի մեջ, mixed բրոշ է եւ ցանկացած լուքի հետ շատ գեղեցիկ կնայվի, խիստ պարտադրողական բրոշ չի։ Հիմա նայենք հաջորդ բրոշը, այն նույնպես բրենդային է, իմ սիրելի բրոշներից մեկն է, լոկանիկ, շատ գեղեցիկ կատարմամբ, Napier բրենդն է, այստեղ տեսնում ենք մարկիրովկան, Napier, ահա մարկիրովկան, եւ տեսեք ինչպիսի լիցք է կատարված, հոյակապ։ Շատ կարևոր է, որ բրոշները ներսից նույնպես շատ կոկիկ տեսք ունենան, սիրելին։ Մի խոսքով շատ կարևոր է, շատ անչափ կարևոր է նաեւ տեսնելու բրոշի ներքին հատվածը, որպեսզի հասկանանք որակը, ինչ որակի մասին է խոսքը։ Մյուսը բացեմ, տեսնենք ինչ կա ներսում, անկեղծ եմ ասում, իսկապես չգիտեմ թե ինչ կա ներսում, վաղուց չեմ նայել։ Սա նույնպես բրենդային բրոշ է, շատ լոկանիկ, շատ գեղեցիկ, ոսկեգույն բրոշ եւ Մոնեն արքայություն է ուղղակի։ Ոսկեպատման արքա է Մոնեն։ Ինչպես գիտեք, Մոնեն առանձնանում է նաև իր ոսկեպատման տեխնոլոգիայով, բոլոր բրենդներից առավել հայտնի է իր ոսկեջրման տեխնոլոգիայով, այդ իսկ պատճառով շատ նախընտրելի է բոլորի կողմից։ Տեսնենք ինչ կա այս տուփերի մեջ։ Երկու կորա, հիմա հերթով կնայենք։ Առաջինը կարծես եգիպտացորեն լինի կամ հասկ, նայած ով ինչպես է պատկերացնում, արծաթագույն մետաղով, գույնզգույն քարերով։ Ահա այստեղ կա մարկիրովկան, կորա եւ նշանը կորայի։ Շատ էլեգանտ բրոշ է։ Դնեմ այստեղ։ Չնայած որ ունի ծավալ, բայց քանի որ երկարավուն է, այդքան մեծ չի թվում եւ շատ էլեգանտ է եւ ծանր բրոշ չի։ Այսը ավելի փոքրիկ է, բայց մի փոքր ավելի ծանր է, կոստյումային բրոշ է, դարձյալ կա մարկիրովկան։ Ահա այստեղ կորա եւ նշանը կորայի ցեաձև։ Տեսնում ենք հոյակապ լիցք է կատարված, հիանալի դաջվածք, ցանկացած վինտաժային բյուժետերիայի սիրահար անպայման նայում է առաջի հերթին բրոշը, ներսի հատվածը, երբ մենք վերցնում ենք բրոշը մեր ձեռքում, առաջի ծանոթությունը բրոշի հետ, երբ վերցնում ենք մեր ձեռքում, շրջում ենք եւ նայում ենք լիցքը, մարկիրովկան, պարոդիստի է, որ ընկերության է պատկանում, ում աշխատանքն է, որ դիզայների։ Շատ հետաքրքիր նյուանսներ կան վինտաժային շուկայում։ Զարդի արժեքի բարձրացմամբ, այսինքն եթե առկա է մարկիրովկա, բնականաբար զարդը ունենում է իր համապատասխան արժեքը, մյուս զարդերից գերադասելի է կոլեկցիոներների կողմից եւ գնային առումով ավելի բարձր դասի է պատկանում։ Հիմա նայենք մյուս տուփում ինչ կա, հարգելիներ, բացենք, ապա այո, եւս մեկ չէ, երկու Մոնե բրոշներ, էլի շատ գեղեցիկ դիզայնով, լոկանիկ կատարմամբ,
Շատ գեղեցիկ թիթեղ իր ուրվագծերով, տեսեք, կարծես մետաղական ցանց գործած լինեն, այդքան գեղեցիկ է այս թիթեղը եւ բարդ կատարում է երկու շերտից։ Արկա է նաեւ մարկիրովկան բրոշի հետևի մասում, ինչպես ահա այստեղ տեսնում ենք Մոնե գրված է, Մոնե։ Այստեղ նույնպես հիմա նայենք։ Այստեղ նույնպես արկա է մարկիրովկան Մոնե։ Շատ գեղեցիկ թիթեղ է, ուղղակի աչք կտրել չի լինում, այնքան գեղեցիկ է։ Դե ինչ, շարժվենք առաջ, հարգելիներս, դեռևս շատ բրոշներ ունենք նայելու, այդ իսկ պատճառով շարժվենք առաջ։ Ես չգիտեմ, միգուցե այս տեսանյութը կիսեմ երկու մասի, որովհետև այսքանը եթե ցույց տամ, շատ ժամանակ կխլի ինձանից, բայց փորձենք նայել մյուսները։ Տեսնենք ինչ կա այս գեղեցիկ ոսկեգույն պարտի մեջ։ Ինձ էլ է շատ հետաքրքիր։ Այո, գեղեցիկ ոսկեգույն տերև է, շատ լավ կատարված, կարծես իսկական տերև լինի իմ ձեռքում, եթե նայեք, վոլյում ունի, ուռուցիկ մասեր, ճմրթած է կարծես։ Բրոշիրովկայից հասկանում ենք, որ շատ լավ ընկերություն է այն կատարել, սակայն ընթեռնելի չի։ Պոչի վրա ինչ-որ մարկիրովկա կա, որը ընթեռնելի չի, ցավոք սրտի։ Եթե անգամ այդ մարկիրովկան էլ չերևար, ամենայն դեպս զգացվում է, որ լավ ընկերություն է այն արտադրել, կախված նրա դիզայներական լուծումներից, սովորական հասարակ տերև չի, այսպես ուղիղ անհոգի, կարծես իրական տերև լինի, եւ հետեւաբար կարելի է ենթադրել, որ դիզայները աշխատել այդ բրոշի վրա։ Սիրելիներ, նայենք հաջորդ տուփերում ինչ կա եւ շարժվենք առաջ։ Հիշեցնեմ, որ մեկնաբանություններում կարող եք գրել, որ զարդերն եք հավանել, որը կնախընտրեիք, անձնական նամակներ խնդրում եմ ինձ չգրել, 24 ժամ ես հասանելի չեմ կարող մի հոգու հետ 24 ժամ շարունակ աշխատել։ Այդ իսկ պատճառով վերջնական կարող եք որոշել եւ ընտրություն կատարել, հետո ինձ գրել։ Բացում ենք այս երկու տուփերը։ Եվ ինչ հիաշալի լոկանիկ հիանալի բրոշ է սա։ Այս բրոշից ունի հենց Մոնեն, տրիֆարին մարկիրովկայով, բայց ինձ մոտ ընթեռնելի չի մարկիրովկան, ահա կա այստեղ, բայց ես չեմ կարողանում կարդալ Մոնե է թե տրիֆարի է, ցավոք ժամանակի ընթացքում անցնում են, ջնջվում են մարկիրովկաները, մաքրվում են տարիների ընթացքում եւ ես չկարողացա կրահել Մոնե է թե տրիֆարի։ Բաց անենք մյուս տուփը, շատ գեղեցիկ տերև է, հիասքանչ կատարում, շատ թեթև է, շնորհիվ այս արանքների, քանի որ դատարկ է փուջե բրոշը, կարելի է ցանկացած տեքստուրայի կտորի վրա կրել։ Չափսի բրոշ է, շատ գեղեցիկ կատարում, ցորենի հասկ է ինձ հիշեցնում։ Շատ թեթև է, թեթև բրոշը հնարավոր է կրել ամառային բլուզների վրայից։ Հիմա տեսնենք ինչ կա այս գեղեցիկ պարտի մեջ։ Սա էլ մեծ բրոշներ սիրողների համար, շատ գեղեցիկ է, մարգարտե էլեմենտներով, նաև գունավոր ծաղիկներով։ Հիմա որպեսզի տեսնեք տարբերությունը այս երկու բրոշների, դնում եմ ափիս մեջ, որ համեմատեք տարբերությունը։ Սա լոկանիկ դասական ոճ, իսկ սա արդեն casual retro ոճ, ուրախ գարնանային ճյուղ, կարծես հիմիկվա եղանակին համապատասխան։ Ես շատ եմ սիրում գարունը, գարունը իմ ամենասիրելի եղանակն է։ Վաու, նայեք ինչ գեղեցիկ փիրուզագույն էլեմենտներով կապուտաչիա բրոշ է, վինտաժային, կապույտ հուլունքներով, արկա է նաև մարկիրովկան, ահա այստեղ է մեր բրենդի անվանումը, ահա այն։ Եվ զգացվում է, որ կյանքը լավ ծեծել է այս բրոշին, որովհետև ունի ոսկեպատման թույլ
խամրում, հավանաբար շատ են սիրել, շատ են կրել եւ նաեւ ունի տարիք, կյանքը ծեծած բրոշ, կյանքն առած բրոշ։ Նայեք այս տրոմբոնային փականից հասկանում ենք, որ ֆրանսիական վինտաժ է, ամերիկյան վինտաժային բրոշները չունեն այսպիսի տրոմբոնային փական։ Ամբողջ աշխարհը սիրում է ֆրանսիական եւ ամերիկյան վինտաժը։ Ամերիկյան վինտաժը ավելի շատ է, ասեմ ձեզ, որովհետեւ Կորան, Տրիֆարին, Մոնեն, բոլորը, ասենք, արտադրվել են այդ բրենդները։ Սարը Կովինտրին, բոլորը Ամերիկայում են իրենց գործունեությունը սկսել, իսկ Ֆրանսիայում հիմնականում դիզայներական աշխատանքներ են եւ քիչ է վինտաժային շուկայում բրոշները ֆրանսիական ծագման։ Ապա նայեք ինչ գեղեցիկ բրոշ է, Տրիֆարի է։ Ահա այստեղ երևում է մարկիրովկան։ Ահա մարկիրովկան Տրիֆարին։ Եթե դեռևս չունեք Տրիֆարի բրոշ, անպայման ձեռք բերեք, քանի որ տարեց տարի քչանում է Տրիֆարին վինտաժային շուկայում, պահանջարկը շատ մեծ է, կգա ժամանակ, որ շատ ավելի բարձր գներով կլինի Տրիֆարին շուկայում։ Քանի դեռ արկա է դեմոկրատական գներով Տրիֆարի, կարելի է գնել, օգտվել այդ շանսից։ Ես ինչքան ինձ հանդիպում է, որ շատ բարձր չի լինում գինը, միջինից էլ բարձր է լինում գինը, ես գնում եմ Տրիֆարի։ Նայենք հաջորդ տուփը, վինտաժային երկու գեղեցկուհի, դարձյալ այստեղ կա մարկիրովկա, Yves Rocher բրենդի ջութակ է եւ ավելի խորը վինտաժային այս գեղեցիկ գլխարկը ցանց մետաղական կառուցվածքով, երկուսն էլ շատ գեղեցիկ բրոշներ են։ Նայենք ինչ կա, տեսնենք ինչ կա այս մյուս քսակում։ Հերթական գեղեցկուհի Տրիֆարին, մարկիրովկան Տրիֆարի հարգելիներս, շատ հայտնի խխունջ է, էմալապատ, կա նաև սպիտակ կատնագույն տարբերակը, բայց սևը ավելի էլեգանտ է։ Եթե Մոնեն հայտնի է իր ոսկեպատման տեխնոլոգիայով, ապա Տրիֆարին հայտնի է իր էմալապատման տեխնոլոգիայով, ունի տաք էմալապատ բրոշներ եւ սառը էմալապատ բրոշներ։ Հիմա միգուցե ձեր մոտ հարց առաջանա, որն է տաքը, որը սառը։ Այսպիսի փայլուն մակերեսով էմալը տաք էմալ է համարվում, իսկ սառը տեխնոլոգիայով կատարված բրոշները ունեն մատվի էմալ, եւ այդ էմալը շատ գեզ զգայուն է ժամանակի եւ եղանակի հետ կապված, ժամանակային եւ եղանակային առումով պետք է շատ զգույշ լինել։ Ժամանակի ընթացքում թափվում է էմալը, իսկ եղանակային առումով տաքից սառից ընդարձակվում, ճաքում եւ նույնպես թափվում է։ Դրա համար գերադասելի է տաք էմալը ավելի այսպիսի փայլուն շիկարնի տեսք ունենալու համար, որտեվ սառը էմալը վաղ թե ուշ թափվում է, սիրելիներ։ Նյուանսներ կան, որ ես ձեզ ասում եմ, որպեսզի եթե դուք ժամանակին նշումներ կատարեք եւ եթե հիշողությունից լավ եք, կարող եք հիշել մտապահել, ավելի լավ ձեր կոլեկցիան ձևավորելուց արդեն ունենաք հստակ կանոնները, որը ձեզ պետք կգա։ Նայեք հերթական գեղեցիկ բրոշը, Մոնե։ Առաջի հայացքից տեսնում ենք 4 խոշոր մարգարտե էլեմենտներ, բայց նայեք լիցքը ինչքան հոյակապ է։ Այս տիպի բրոշ ունի նաև Dior-ը, 80-ականների բրոշ է եւ այստեղ իմ մոտ նշված է Մոնե։ Սա նույնպես այդ թվականներին է արտադրվել։ Ժամանակաշրջանը որոշում է բրոշի դիզայնը։ Նմանատիպ բրոշներ 80-ականներին արտադրել են շատ ընկերություններ, բայց առավել հայտնի են Մոնեն եւ Dior-ը։ Եվ եթե վերցնում ես ձեռքդ Dior տարբերակը, հավատացեք, նույն բանն ես զգում։ Ընդհանրապես վճարում ես մի 0 ավել անվան դիմաց։ Եվ ասեմ, Dior-ը չունի արտադրություն, ինքը նույն, ասենք, այդ բրոշը հնարավոր է պատվիրել է Մոնե ընկերությանը կամ Տրիֆարի ընկերությունը, նրանք կատարել են պատվերը եւ բրոշի վրա խփել են Dior անվանումը իր պատենտով, իր լիցենզիայով եւ մի 0 ավելի բարձր է վաճառվում, այսինքն մի քանի 100 եվրո։ Իմիջիայլոց քանի էժան է Dior-ը, կարելի է ձեռք բերել, Chanel-ի նման որոշ ժամանակ հետո այն նույնպես կդառնա հազարավոր եվրոներ։ Հիմա լավ ժամանակաշրջան է Տրիֆարի եւ Մոնե ձեռք բերելու համար, մի որոշ ժամանակ հետո այն կդառնա հազարավոր եվրոներ, հարյուրավորների փոխարեն։ Հիմա ունի Տրիֆարին սառը էմալով բրոշներ, որոնք արժեն 1000 քանի եվրո, կգա ժամանակ, որ
մյուսներն էլ կունենան նմանատիպ արժեք, որովհետև այդ բրոշները էլ չեն արտադրվում։ Գեղեցիկ վինտաժային բրոշ, նայում ենք արտաքին հատված, նայում ենք ներսի դաջվածքը եւ հասկանում ենք, որ վինտաժային է։ Շատ մեծ քանակությամբ Չինաստանը անում է պադելկաներ, բայց երբ որ դու բռնում ես ձեռքդ, անմիջապես զգում ես, որն է կեղծվածը, որը իսկականը, ասեմ, որ ես իմ աչքը սովոր է, ես անգամ ֆոտոներով եմ զգում, որն է կեղծվածը, որը իսկականը, որտեվ շատ զարդեր են իմ ձեռքի տակով անցել, ես շատ եմ ուսումնասիրել շուկան։ Նայեք, երկու գեղեցիկ վագրային փսակներ, տեսնենք ինչ կա ներսում։ Օ, սա այն բրոշն է, որից ես երբեք չեմ բաժանվի։ Սա շատ հիանալի կամպանիա է արտադրել, մինչ այդ նայենք ինչ կա այստեղ պատկերված, արտեկո ժամանակաշրջանի նախշեր են, նայեք ծաղկային, եւ այդ ժամանակաշրջանի բալերը, պարահանդեսներն են պատկերված, այստեղ տեսնում եք, որ զույգերը պարում են։ Ես շատ եմ սիրում այդ ժամանակաշրջանը 1920-ականների նախորդ դարի առաջի կեսերը, 1920-ականները իմ ամենասիրելի ժամանակաշրջանն է, արտեկո ժամանակաշրջանը։ Ընկերության անունն է 1928, սիրելին է, սա ոչ թե արտադրման տարեթիվն է, այլ ընկերության անվանումը։ Այս բրենդի բոլոր բրոշները եւ ականջողերը ներսի հատվածում ունեն այսպիսի նախշազարդեր ծաղկային մոտիվներով, դաջվածքով, պարտադիր չի գրված լինի 1928, արդեն հասկանում ենք, որ պատկանում է այդ ընկերությանը։ Այս բրոշը ես չեմ կրում, պարզապես իմ կոլեկցիայում եմ պահում, որովհետև շատ եմ սիրում։ Ինձ անընդհատ հիշեցնում է այդ էպոխան նախորդ դարի առաջի կեսերը։ Նայենք ինչ կա հաջորդի մեջ։ Տեսնենք ինչ կա հաջորդ քսակի մեջ։ Օ, այս ապակին կոչվում է գրիպուա։ Այս ապակուց զարդեր պատրաստել է Շանելի տունը եւ Կարլ Լագերֆելդը եւ Շանելը ունեն թողարկված նմանատիպ բրոշներ։ Այս բրոշը նույնպես ունի մարկիրովկա եւ ֆրանսիական բրոշ է, տեսնում եք, որ գրված է, կատարված է Ֆրանսիայում։ Այս սիգմենտը շատ թանկ սիգմենտ է, սա նույնպես կոլեկցիոնի բրոշ է եւ տեսեք ապակին ինչպես է խաղում։ Նման ապակիով բրոշներ այլևս չեն թողարկվում, անգամ արդեն Շանելի եւ Կարլ Լագերֆելդի նորաձևության տներում ուրիշ ապակի է օգտագործվում, էժանագին չինական ապակիների չտարբերվող, եւ ես չեմ հասկանում իմաստը նմանատիպ զարդերին այդքան գումար վճարելը։ Զարդը ինչով է պայմանավորված նրա գինը։ Պարզ է, որ վճարում ենք անվան դիմաց, լյուքս ընկերության դիմաց, բայց այդ անվանումը ինչով է պայմանավորված, որակով։ Իսկ եթե արդեն չկա որակ, իմաստը կորում է պարզապես։ Թանկ վճարել զարդերի դիմաց, զուտ ասենք Dior է կամ Chanel է, բայց կարա սովորական չինական պադելկայից չտարբերվի հենց այդ նույն լյուքս ընկերության բրոշը, որտեղ իրանք հենց այդ էժանագին մետաղներով պատվիրում են Չինաստանին։ Վերջերս շատ մեծ աղմուկ բարձրացավ շատ տների վրա, պայուսակները նույնպես Dior-ը, Dolce Gabbana-ն, եթե չեմ սխալվում, Dolce Gabbana-ն էր, այո, որոնք էժանագին նյութերով կարվել էին Չինաստանում այդ պայուսակները։ Դրա համար վերջերս լյուքս սիգմենտի զարդերը նույնպես որակապես բարձր չեն եւ չեն արդարացնում բարձր գինը տվյալ զարդի դիմաց վճարված։ Ես կգերադասեմ, ահա, այսպիսի սովորական վինտաժային զարդ գնել, որը ունի պատմություն, որը ունի արժեք, եւ տեսեք որակը լիցք է կատարված, շատ սիմետրիկ լիցք, երկու կողմից հավասարաչափ։ Օրինակ չինականները իրանք շտամբով են անում, այսինքն մի գծով կգնար բոլոր լիցքերը, բայց տեսեք հանդիպակաց կողմերը տարբեր գծերով է կատարված լիցքը, սա փաստում է, որ ձեռքի աշխատանք է, ոսկերչական աշխատանքի նման։ Այստեղ կա մարկիրովկա, որը մաքրվել է էլի տարիների հետ, եւ սա էլ համարվում է կյանքը ծեծած բրոշներից մեկը, որովհետեւ զգացվում է, որ ժամանակի հետ կա իր վրա թողնված։ Գեղեցիկ թռչուն, սիրամարգ,
հավք, ինչ որ չգիտեմ, ոչը բացած չի, չեմ կարող ասել կոնկրետ։ Կարող է եւ սիրամարգի աղջիկ տեսակը չունի, չէ՞, գեղեցիկ պոչ, տղաներինն է գեղեցիկ պոչ, որ բացում է, գրավում է էքերի ուշադրությունը։ Հիմա սա հավք է, սիրամարգ է, թե ինչ է, կարևոր չի։ Նայեք ինչ գեղեցիկ բրոշ է, բագետային կրիստալներով, պարանոցի հատվածում եւ շատոն կրիստալներով, փորի հատվածում։ Այս բրոշից պատրաստել է Մոնե ընկերությունը, Տրիֆարին, բայց դարձյալ էլի ինձ մոտ մարկիրովկան լավ չի երևում։ Այնուհանդերձ լիցքից հասկանում ենք, որ շատ լավ ընկերություն է այն կատարել։ Բրոշը շատ մասիվնի է, շատ մեծ չափսի է։ Ես կամերան հեռացնեմ, որ դուք տեսնեք, ամբողջ ափից չափով է։ Տեսեք, ամբողջ ափից չափով։ Բայց քանի որ ինքը երկարավուն է ու նեղլիկ, այդքան մեծ չի, ճչացող եւ մեծ չի երևում հագուստի վրա։ Արդեն տեղ չունենք, այստեղ միտեղ տեղավորեմ մեր հավքին։ Մյուս թռչնակը ոչ պակաս գեղեցիկ, ոչ պակաս ցածր գնով հայտնվել է վինտաժային շուկայում։ Այս թռչնակի մոտիվները art deco ժամանակաշրջանի սթայլով է։ Նախ նայենք բրաշիրովկան, տեսեք ինչ լավ է արված ներսի լիցքը։ Զգացվում է, որ լավ ընկերություն է այն արտադրել։ Եվ գունային գաման թռչունի ֆորման հիշեցնում է մեզ art deco ժամանակաշրջանը, որովհետև art deco ժամանակաշրջանում դիզայներները ոգեշնչվել էին Եգիպտոսից, Պարսկաստանից եւ Հնդկաստանից։ Շատ գեղեցիկ է, կապույտ եւ կանաչ գույները, որը օգտագործվել է պարսկական զարդերում, հնդկական զարդերում։ Դրա համար ինձ հիշեցնում է art deco ժամանակաշրջանը, շատ գեղեցիկ թռչուն է, եւս մեկ հրաշալի հավք։ Ես սիրում եմ թռչունների մոտիվներով զարդեր, ավելի շատ, քան ծաղկայինը։ Չնայած ասեմ ձեզ, որ ծաղիկներն էլ եւ թռչուններն էլ art deco ժամանակաշրջանում ակտիվորեն են օգտագործվել։ Եվս մի գեղեցիկ թռչնակ, արծիվ թե ճայ, չգիտեմ, ավելի շատ նման է արծիվի։ Թռչուն վիշը վպայլոտը, այդպես են ասում արծիվներին։ Երբ նրանք բարձրանում են տաք հոսանքների մեջ եւ թևերը բացում են ու հոսանքը տաք, իրենց ավելի վեր է բարձրացնում, շատ ջանքեր չեն ներդրում, բայց մտնելով այդ տաք հոսանքի մեջ հարյուրավոր կիլոմետր բարձրանում են դեպի վեր։ Եվ այս թռչունի մեջ կա շարժում։ Շատ լավ է, երբ որ բրոշը ունենում է շարժում, այսինքն քարացած ինչ որ բան չի, էլի տերև կամ ծաղիկ կամ թռչուն, այլ դու տեսնում ես իր շարժումը։ Զատիկ, գեղեցիկ կատարմամբ, Իվրոշե բրենդն է, ահա մարկիրովկան, շատ հայտնի բրոշ է, շատ տարածված, YR, դա նշանակում է Իվրոշե։ Տեղադրենք այստեղ։ Հիմա ինչ ցույց տամ ձեզ, այս փղիկին գեղեցիկ ցույց տամ, այստեղ նույնպես կա շարժում, փղիկը ուղղակի կանգնած չի, քայլում է, եւս վինտաժային բրոշ է, տեսնում են գեղեցիկ լիցք կա։ Այստեղ ոտիկի վրա ինչ որ բան կա, որը ջնջվել է, էլի չի երևում, որ ընկերությունն է արտադրել, եւ շատ գեղեցիկ ուրախ փղիկ, ուրախ զվարթ, կնճիտը թափահարելով գնում է իմ զարդերի աշխարհ։ Այսօր շատ են մեր զարդերը, բայց ոչինչ, կարծում եմ մեծ հետաքրքրությամբ նայում եք, սիրելիներ, մեկնաբանություններում կթողնեք, տեսնեմ ում ինչ բրոշ դուր եկավ։ Շատ գեղեցիկ է, շատ գեղեցիկ թիթեռ է, այս նույն թիթեռից ունի նաև Մոնե եւ Տրիֆարի Սարը Կովինտի ընկերությունները։ Իմ բրոշը չունի մարկիրովկա, չգիտեմ որ ընկերությանն է պատկանում, բայց փականից հասկանում ենք, որ վինտաժային բրոշ է։ Եվ հավանաբար հենց այս նույն ընկերությանն էլ պատվիրել է Սարը Կովինտին իր տարբերակը, գիտենք, որ Սարը Կովինտին էլ չէ, սեփական արտադրություն չի ունեցել, նա իր զարդերը պատվիրել է այլ ընկերությունների, հարգելիներ։ Եվս մի գեղեցիկ բանտ ասեմ, երևի ավելի ճիշտ կլինի, իր շղթայով, շատ գեղեցիկ է այս բրոշը նայվում նաև կիսաշրջազգեստների եւ շրջազգեստների գոտկատեղի հատվածում, շատ գեղեցիկ է նայվում բլուզի ուսի հատվածում, վերնաշապիկի օձիքի արանքում, տարբեր կերպերով կարելի է օգտագործել այս ունիվերսալ բրոշը։ Արդեն տեղել չկա, ես չգիտեմ ուր դնել։ Տեսնենք ինչ կա այս տուփում, տեսեք, ինչ գեղեցիկ զարդեր կան այստեղ էմալի սիրահարների համար։ Ինչ գեղեցիկ բույիկ է։
Նայում ենք հետևի հատվածը, չենք մոռանում, միշտ պետք է նայել բրոշների հետևի հատվածը, լիցքը շատ կարևոր է դա։ Ահա, սա էլ այսպես, այս բրոշը նաև կախազարդ է, ահա վերևի հատվածը, և բրոշ, այսինքն ունիկալ զարդ է երկուսը մեկում։ Այս մյուս բրոշը ունի մարկերովկա, ահա այն, տնակի տեսքով, կարծես գերբ լինի ավելի շատ, ասում են, որ գերբով զարդեր թողարկել է Չեխիան, բայց հստակ չենք կարող ոչինչ ասել, մինչև համոզված չլինենք։ Մոտավորապես բաներ չեմ ասում, ես եթե ասում եմ այս բրոշը պատկանում է տվյալ բրենդին, ուրեմն համոզված եմ լինում, մոտավոր բաներ չեմ ասում, որտեղ դա պրոֆեսիոնալ չի։ Թեպետ ես սիրողական եմ զբաղվում զարդերով, ես զարդագործ չեմ և զարդագործությամբ չեմ զբաղվում, սա իմ հոբին է, ասեմ, որ այն ինձ եկամուտ չի բերում, դուբլ բրոշներ են, այս դուբլ բրոշները օգտագործվում է կարծիկանների վրա, այն կարծիկանների, որոնք կոճակներ չունեն, ժակետ ռուսերենով ասած, որը կոճակ չունի, այսպես երկու կողմից փակցվում է, որպեսզի չբացվի քայլելուց անընդհատ և մենք չուղենք, ձեռքով չբռնենք, նաև կիսաշրջազգեստներին և շրջազգեստների գոտկատեղին։ Դե ինչ, շարժվենք առաջ, մի քանի բրոշներ էլ ես ձեզ ցույց կտամ և մաղթեմ ձեզ օրվա արդեն լավ շարունակություն և ավարտ։ Մոնե ընկերության զիգզագ բրոշ, հայելանման կատարմամբ, անթերի է, տեսեք, խազեր չկա վրեն, երբեմն հանդիպում է այս բրոշից, բայց խազեր են ամբողջը վրեն, ինչու, քանի որ դնում են զարդատուփի մեջ առանց առանձնացնելու և երբ որ զարդերը այսպես գնում գալիս են, մեկը մյուսին խազում են, դրա համար շատ կարևոր է պահպանումը։ Այստեղ գրված է Մոնե, լիցքը տեսնում եք, իսկական ժապավենի տեսքով կատարված, ոսկեգույն տարբերակը նույնպես գեղեցիկ է, բայց արծաթագույնը յուրահատուկ է։ Այս բրոշները շատ զգուշորեն պետք է պահպանել, որովհետև ցանկացած հարում այլ մետաղական բրոշների հետ կարող է խազեր առաջացնել։ Եվս մեկ գեղեցիկ բրոշ, լոկանիկ, էլի Մոնե, ահա մարկերովկան, կենտրոնական հատվածում է, Մոնեն միշտ սիրում խփել իր մարկերովկան, և եվս մեկ Մոնե, արդեն սա մատովի տարբերակն է, շատ հեշտ է պահպանելը, բայց սատինային մատովի է, ահա այստեղ կա մարկերովկան Մոնե և լիցքը տեսեք ինչ հոյակապ է կատարված լիցքը այս բրոշի։ Հիմա եթե համեմատենք, նայեք, ուղղակի փայլուն ոսկեգույնը և սատինային ոսկեգույնը, ասեմ, որ շատ սիրված բրոշ է, շատ էլեգանտ, վերնաշապիկների վրա կրելով յուրահատուկ էլեգանտ և միևնույն ժամանակ քեժլ ոճ է հաղորդում մեր հագուստին, և այդպիսով մենք խիստ ձանձրալի տպավորություն չենք թողնում, մանավանդ եթե օֆիսային աշխատողներ են մարդիկ և ունեն դրես կոդ, այսինքն պետք է պարտադիր կրեն սպիտակ վերնաշապիկ, չէ, օրինակ բանկի աշխատողները կամ բժիշկները սպիտակ խալատ կամ դեղագետները, ոչ մեկ չի կարող արգելել, որ խալաթի կամ սպիտակ խալաթի կամ սպիտակ վերնաշապիկի վրա մենք ունենանք որևիցե բրոշ, դա դրես կոդի կանոններից դուրս է ստիպել զարդեր կրելը։ Դրա համար, որպեսզի ամեն օր աշխատանքի վայրում միապաղաղ և ձանձրալի տեսք չունենալ, ինչ ենք անում, կրում ենք այսպիսի էլեգանտ զարդեր։ Եվս մեկ բանտ, շատ էլեգանտ, հրաշալի կատարմամբ, տեսեք, ինչ գեղեցիկ լիցք ունի, ինչպես արտաքին հատվածում, այնպես էլ ներսի հատվածում։ Ես այս բրոշը գնել եմ մի ընտանիքից Ֆրանսիայում, որոնք ապրում էին Շատոյում, ունեին ազնվական ծագում, և այդ տատիկը, ով որ ապրել էր այդ ամրոցում, իրա բրոշն են վաճառել ինձ։ Դե մարդիկ մեծանում են ու արդեն տարիների ընթացքում էլ ի վիճակի չեն լինում կամ տանն են լինում, ցանկություն չեն ունենում տանը կրելու այդ բրոշը։ Եվ նրանց զավակները կամ թոռները վաճառում են նրանց զարդերը։ Այն նման մարդկանցից ես գնում եմ զարդեր, ոչ թե սպեկուլյանտներից։ Ես սիրում եմ զարդերը պատմությունով։ Սա նույնպես գեղեցիկ բանտ է, շատ էլեգանտ, ունի ոսկե պատում և քարիկներ, ահա այսպիսի գեղեցիկ հիանալի բրոշ, գեղեցիկ լիցքով։ Հաջորդ էլեգանտ բրոշը, սա նույնպես գեղեցիկ տեսք կհաղորդի,
այն վերնահագուստին կամ վերնաշապիկին, որը մենք կրում ենք պարբերաբար, հետաքրքիր ոչ կհաղորդի, ձանձրալի տեսք չենք ունենա։ Դա պարտադիր չի կրել հենց կրծքավանդակի վրա, կարելի է կրել տարբեր կերպերով, պարբերաբար ես ձեզ դա ցույց կտամ։ Դե ինչ սիրելիներ, այսօր այսքանը, կարծում եմ, որ ձեզ դուր եկավ այս տեսանյութը և դուք բավարարեցիք ձեր վինտաժային քաղցը, ինչպես նաև ունեցաք հաճելի էմոցիաներ, գեղեցիկ պահեր։ Մաղթում եմ ձեզ բարձր տրամադրություն և օրվա լավ ավարտ, կհանդիպենք շատ շուտով, ցտեսություն, au revoir, à bientôt, à très vite։